Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Դու ես քահանա Հավիդյան ըսկարքին Մելքիսեդեկի եւ Տեր ընդաչմեքումե։ Դու ես Հավիդյան քահանա ինչպես Մելքիսեդեկը եւ Տերը քո աջ կողմում է։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, Ահավասիկ Դավիթ Մարգարեն իր Սաղմոսներում 109-րդ Սաղմոսում, որ նվիրված է մեսիական ակնկալիքին, փրկչի սպասմանը, փրկչի պատկերացմանը, ահավասիկ այսպիսի խոսքեր է ասում Դավիթ Մարգարեն, որ համեմատելով գալիք մեսիային փրկչին Մելքիսեդեկի հետ, հավիդենական քահանայի, որի մասին խոսում է նաև Պողոս Արաքյալ, ում հանդիպեց Աբրահամ, իբրև հավիդենական քահանա, ամենակալ Աստծո քահանա, երբ որ բացում ենք Ծննդոց գիրքը, տեսնում ենք, որ Աբրահամը, երբ հանդիպեց Մելքիսեդեկ քահանայապետին, 10-րդ տվեց, որովհետև ճանաչեց նրա քահանայական իշխանությունը եւ այդ ակնկալիքի մեջ ապրելով նաեւ հասավ այն ակնկալիքին, ինչը որ խոստացել էր իրեն Տեր Աստված։ Եվ ուրեմն Մելքիսեդեկ քահանայապետը ամբողջ Աստվածաշնչի մեջ Աբրահամ, Դավիթ եւ Պողոս Արաքյալ ներկայանում է իբրև սիմվոլը եւ խորհրդանիշը մեսիայի, փրկչի, որ նշանակում է թե Քրիստոսի, մեր Տիրոջ եւ փրկչի։ Իբրև քահանա Հավիդյան, որի իշխանությունը չունի սկիզբ եւ որի իշխանությունը չունի ավարտ։ Այդ մասին Պողոս Արաքյալը գեղեցիկ կերպով նկարագրում է Եբրայեցիներին ուղղված նամակում, համեմատություն անցկացնելով Քրիստոսի եւ Մելքիսեդեկի միջև եւ նույնացնելով Քրիստոսին Մելքիսեդեկի հետ, ասելով, որ Քրիստոսի քահանայությունն էլ հավիդենական, չունի սկիզբ եւ չունի վախճան։ Եվ ուրեմն ահավասիկ մենք տեսնում ենք, որ Սուրբ Գրքի գրական պատմության մեջ 3 մեծագույն անձեր Աբրահամ, Դավիթ եւ Պողոս Արաքյալ անմիջական շփումը, ընկալումը ունեն հավիդենական քահանայության կրողի Մելքիսեդեկի, որ նշանակում է թե մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այստեղ է, որ գալիս ենք փորձելու ըմբռնելու հավիդենության գաղափարը։ Մենք ժամանակավոր մարդիկս, որ ապրում ենք ժամանակի մեջ, չնչին մի ժամանակահատված, որը մեզ երբեմն երիտասարդության տարիներին թվում է հավիդենություն, ծերության օրերին թվում է վարգյան։ Այս ժամանակահատվածում ապրող մարդիկս ինչպես կարող ենք հասկանալ հավիդենությունը։ Եվ հավիդենությունը հասկանալու համար աստվածային հաղորդակցության անհրաժեշտություն է պետք, որովհետև ով է հավիդենական եւ ով է հավիդյան այս տիեզերքում, տիեզերքի ստեղծիչից բացի։ Հետևաբար այսօր, երբ որ մեր եկեղեցին հրավիրում է մեզ խորհրդածել գալստյան խորհրդի վրա, անխուսափելի կերպով գալստյան փնտրտուքի մեջ մենք պիտի հանդիպենք եւ առերեսվենք հավիդենության հետ։ Եվ դա է անհրաժեշտ պայմանը նաեւ Տիրոջ հետ հանդիպելու հնարավորությունը ունենալու։ Ինչպես կարող է ժամանակավորը հանդիպել կամ սպասել հավիդյանի գալուն, հավիդենագանի գալուն։
Հետևաբար ինչ է այս գալստյան կիրակի խորհուրդը կամ ինչ ենք ուզում ասել այս գալուստ ասելով։ Անպայմանորեն ապագայի սպասումն է նստել երբեմն նաև անգործության մեջ ժամանակ հաշվել եւ սпасել ինչ-որ մի գալիքի, ինչի մեջ որ ենք հաջող եւ նաեւ ազգովին։ Թե կա մեկ այլ ճանապարհ, որ նշանակում է թե ոչ թե պիտի սпасենք գալիքին, այլ գալիքը պիտի դարձնենք ներկա։ Եվ ես կարծում եմ, ոչ միայն կարծում եմ, այլ նաեւ համոզված եմ, որ մեր հայրերը, որ մեծի պահոց վերջին կիրակին այս խորհրդին են նվիրել, գալստյան խորհրդին, այնքան նպատակ չեն ունեցել մեզ մղելու ապագայի մասին խորհրդածությունների, այլ ընդհակառակը ապագայի մասին խորհրդածությունները այսօր իրականացնելու, այսօր դարձնելու ներկա։ Տիրոջը այսօր դարձնելու ներկա մեր կյանքում, ոչ թե սпасել, որ ինչ-որ մի պահի, ինչ-որ մի ժամանակահատվածի, ինչ-որ մի ծերության օրերին կամ ինչ-որ մի արևոտ կամ անձրևոտ օր Տերը մեզ պիտի հանդիպի։ Այլ Տիրոջ հանդիպումը կազմակերպել հենց այսօր, հենց այս պահին։ Նամանավանդ դիմացի հարության սպասման շաբաթների մեջ ես իրապես մտածում եմ, որ մեր եկեղեցու հայրերը այս նպատակադրումով են մեծ պահոց վերջին կիրակին մեզ հրավիրել խորհրդածելու Տիրոջ գալստյան վերաբերյալ, որ նշանակում է ոչ թե սпасել Տիրոջ գալստյան, այլ Տիրոջ գալուստը կազմակերպել, այսօր կազմակերպել։ Ինչպես կազմակերպեցին Աբրահամը, ինչպես կազմակերպեց Դավիթը, ինչպես կազմակերպեց Պողոս Արաքյալ։ Տեսեք, Դավիթը, երբ որ խոսում է, ասում է դու ես քահանա Հավիդյան, ներկայով է խոսում։ Չի ասում դու ես լինելու Հավիդյան քահանան, որովհետև Մեսիայի սպասումը կա, բայց ինքը Մեսիայի սպասումը դարձնում է ներկա։ Այսօր, այս արդեն։ Հետևաբար ոչ թե մենք այսօր մեր մտածումները պիտի ուղենք հեռավոր ապագա, որը շատ հնարավոր է, որ մեր մտքի համար հասանելի չլինի, ուր է թե մեր մարմնի, այլ որ մեր մտածումները, մեր ջանքերը, մեր ճիգերը, մեր գործերը ուղենք այն նպատակին, որ այսօր սպասվելի գալիքը դառնա ներկա։ Այսօր ներկա լինի, դարձյալ ասում եմ, Քրիստոս մեր կյանքում։ Այսօր ներկա լինի իբրև թագավոր, այսօր ներկա լինի իբրև քահանա, այսօր ներկա լինի իբրև փրկիչ։ Ոչ թե շարունակենք մենք մեր առօրյա զբաղումները, դադարգաբանությունները, դադարկ բաների հետևից ընթանալը եւ ասել մի օր կգա կհանդիպի։ Սպասենք, այո, այդ սպասումը երկրորդ գալստյան կա եւ պիտի լինի։ Բայց ես բնավ պարտադիր չեմ համարում այդ երկրորդ գալստյան սպասումի մեջ մոռանալ այսօրը, մոռանալ ներկան եւ ներկայում բացակայություն տալ Աստծուն։ Մեր ներկայից հեռացնել, սпасելով ինչ-որ անորոշ գալիքում հանդիպելու։ Մեզ տրված է այդ հնարավորությունը եւ եկեղեցին տվել է մեզ հնարավորությունը, Քրիստոս տվել է մեզ այդ հնարավորությունը հանդիպելու իրեն այսօր։ Այո, վաղճանաբանական հանդիպումը կկայանա, վերջին դատաստանը կկայանա, վերջին դատաստանից հետո մեր հատուցումը կկայանա, բայց իր ներկայությունը նաև այսօր ռեալ եւ իրական է, այսօր իր հետ հանդիպման հնարավորությունը ռեալ եւ իրական է, ինչու ձգձգել, ինչու հետաձգել, ինչու թողնել մեր օրերի վաղճանին, ինչու թողնել մյուս տարի, երբ որ կարող ենք այդ հանդիպումը կազմակերպել այսօր։
Եվ նամանավանդ, որ չգիտենք մեր վաղը, մեր գալիքը, մեր ընթացքի ժամանակի իրականությունը տեղյակ չենք։ Ոչ մեկս այստեղ հավաքվածներից չի կարող վստահ կերպով ասել, որ ինքը կարող է որոշել, թե դեռ քանի օր կամ քանի ամիս կամ քանի տարի ունի ապրելու։ Հետևաբար շտաբելու հարգը այստեղ գալիս է մեր փրկության անհրաժեշտության գիտակցությունից։ Ոչ թե Աստծուն է պետք, որպեսզի մենք իրեն հանդիպենք, այլ մեզ է պետք, որ իրեն հանդիպենք։ Հենց այսօր, հենց այս պահին, ոչ թե թողնենք հետաձգենք այդ հանդիպումը։ Երբ որ մենք ունենում ենք ինչ-որ մի թանկագին անձնավորություն մեզ համար, շտաբում ենք հանդիպելու օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ։ Երբ որ նույնիսկ ինչ-որ մի կարևոր բաներ չունենք ստանալու, բացի հոգևոր ներկայությունը վայելելու հնարավորությունից։ Իսկ որքան առավել պիտի փորձենք հավիդյանների տիրոջ հետ հանդիպել, այդ հավիդյանների ճաշակը ունենալ, այդ հավիդյանի հետ առնչակցվել, այդ հավիդյանի հետ հանդիպել, լինելով ժամանակավոր։ Հետևաբար, սիրելիներ, Գալստյան կիրակի խորհրդով կարող ենք շատ խոսել և խորհրդածել և փիլիսոփայել, թե երբ է լինելու տիրոջ գալուստը, վաղը 100 տարի հետո, 1000 տարի հետո, թե 5000 տարի հետո։ Եվ կարող ենք վիճել միմյանց հետ, և այդ վիճելու և այդ խորհրդածելու ընթացքում կարող ենք բաց թողնել իրական պահը իր հետ հանդիպման։ Դրա համար ուրիշ անգամներ էլ նախորդ տարիներին ասել են, որ մեր մտածումը ոչ թե պիտի գնա Տիրոջ գալստյան ժամանակը ճշտելուն, այլ Տիրոջ գալստյան վերաբերյալ մեր համոզումը խորացնելուն, կասկածի փարատմանը, որ չլինի թե կասկածենք, որ այդ հանդիպումը կայանալու է, թե չի կայանալու։ Եվ այդ հանդիպումը արագացնենք ոչ թե վախճանի իմաստով, այլ հանդիպման իմաստով։ Իսկ վախճանի իմաստով եթե մոտենում ենք, ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե պատրաստ լինենք այդ վախճանը։ Անպայմանորեն Տիրոջ հետ հանդիպումը մեր վախճանը չի ենթադրում։ Տերը մեզ տվել է հնարավորություն հանդիպել նաև, երբ որ կենդանի ենք, երբ որ ողջ ենք, առողջ ենք, այս մարմնի մեջ ենք։ Չի թողել հանդիպումը միայն մեր վախճանից հետո, միայն հադուցման համար, միայն հաշվեհարդարի համար։ Ոչ, այլ տվել է մեզ այդ հնարավորությունը, ինչպես տվեց Աբրահամին, Դավթին, Պողոս առաքյալին, այդ հնարավորությունը տվել է նաև մեզ։ Գալուստը իր մեր աշխարհ, մեր հոգու աշխարհ, մեր սրտի աշխարհ, իր գալուստը ապահովելու նաև այսօր։ Հետևաբար մեզնից դուրս, մեզնից անկախ պետք չի փնտրել Տիրոջ գալուստը, այլ յուրաքանչյուրս առանձին վերցրած պիտի փնտրենք մեր Տիրոջ գալուստը մեր աշխարհ, մեր հոգուց, մեր սրտից, մեր կյանքում փոփոխություն բերելու, ոչ թե ընդհանուր աշխարհի վախճանը ապահովելու, դատաստան անելու, այլ մեր մոտ փոփոխություն իրականացնելու։ Որովհետև դրա համար մտանք մեծ պահքի մեջ, ապաշխարության, պահեցողության մեջ։ Մեզ համար ինչ-որ բան ստանալու և մեր միջոցով նաև մյուսներին ինչ-որ բան բաշխելու համար, բայց նախ և առաջ այդ հանդիպումը պետք է կազմակերպենք, մեր սրտի հոգու դռները պիտի բացենք, որպեսզի Տերը տեղ գտնի գալու և մտնելու։ Որովհետև ինքը չի գա մտնի այնտեղ, որտեղ ախտ է, աղբ է, անբարոյականություն է, այլ կարող է մտնել միայն այնտեղ, որտեղ մաքրություն է, պարզություն է,
աբաշխարությամբ լվացված, մաքրված սիրտ է։ Ուստի եւ սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, մոտենում է մեր հանդիպումը Տիրոջ հարության հետ, բայց եկեղեցին մեզ այսօր հորդորում է ահավասիկ հանդիպել Տիրոջը նաեւ հարությունից անկախ, հանդիպել շատ ավելի մեգուսի, առանձին, յուրաքանչյուրս մեր Աստծո հետ հանդիպումը կազմակերպել իբրև աբաշխարության նաև շնոր եւ պտուղ։ Եթե այս աբաշխարության շրջանը անցանք լավ, աղոթքով, պայծողությամբ, մեր սիրտը եւ միտքը մաքրելու գործին լծված, ուրեմն ունենք հնարավորությունը Տիրոջը հանդիպելու նաև այսօր։ Եթե չարեցինք այն, ինչ որ մեզանից ակնկալվում էր, ուրեմն բաց թողեցինք Տիրոջ հետ հանդիպումը հերթական անգամ։ Ուստի եւ ահավասիկ մեզի պահոց ավարտի օրերին մեր հորդորն է, մեր թելադրանքն է, մեր պատգամն է, որբեսի Տիրոջ գալստյան խորհուրդը ոչ թե ընկալեք իբրև ձեզանից անկախ մի իրադարձություն, որը լինելու է ինչ-որ մի պահի եւ որը լինելու է անշուշտ, այլ որ Տիրոջ գալուստը ընկալեք իբրև ձեզ հետ, ձեզ վերաբերող, ձեզ հետ կատարվող իրողություն, իրադարձություն եւ ահավասիկ այսօր այդ հնարավորությունը տալիս է մեր եկեղեցին, մեր սուրբ եկեղեցին, այս սուրբ խորանից Տիրոջ հետ հանդիպելու, Տիրոջը մեր սիրտ եւ հոգի հրավիրելու եւ իր գալուստը մեր մտքից, հոգուց եւ սրտից ներս ապահովելու։ Դիմացի երկու շաբաթ կա, առաջի շաբաթը դեպի Ծաղկազարդ եւ երկրորդ շաբաթը ավագ շաբաթվա դեպի Սուրբ Հարություն։ Դա ասված նաեւ, որ մենք այդ երկու շաբաթը նույնպես անցկացնենք առավել աղոթքով, առավել խորհրդածությամբ, առավել աբաշխարությամբ, որպեսզի կարողանանք իրապես պտուղները վայելել այն աբաշխարության, որի կոչումը, որի հրավերը Տիրոջից է։ Եթե աբաշխարությունը անհրաժեշտություն չլիներ մեզ համար, Տերը այդքան կարևորություն չէր տա եւ աբաշխարության հրավերել չէր անի։ Եվ ինքը Տերը 40 օր, 40 գիշեր փորձության լեռան վրա այդ 40-օրյա ընթացքը աղոթքի չէր անցնի։ Հետևաբար անհրաժեշտություն է մեր փրկության եւ մեզ օգտագործության համար աբաշխարության շրջանը, ոչ թե պարզապես եկեղեցու կողմից հնարված մի բան է մեզ ինչ-որ սաստելու, հսկողության տակ պահելու եւ այլն։ Այլ մեր փրկությունը եւ դարձյալ վերադառնալով օրվա խորհրդին մեր հանդիպումը Տիրոջ հետ կազմակերպելու։ Թող Տերը օրհնի մեզ այս ընթացիկ եւս երկու շաբաթվա ընթացքում, որովհետեւ մենք կարողանանք իր սիրո, իր շնորհների, իր ողորմության պտուղները լիուլի վայելել իր փառքի համար այժմ եւ հավիտյանս ամեն